գյուղացու վիճակ ինչ է։ Սահման պահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Անուշացիան կենտրոնում է, տեր չկա, տիրական չկա, ֆինանսավորում չկա, չի կարում ապրել։ Բարով ես եկել, սիրում արգում եմ, Աստված քեզ պահապանը լինի։ Ես էլ ծառուկ եմ, ինչ հարցով պետք է լի, ես էլ կոքն եմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Ինչ ասես չեն գրել, ինչ ագրար ուբիցա, հետա ուբիցան էր պակսում։ Ես է քաղաքապետին են գրե Ավինյան, ինչ ասեց գրել են։ Ստեղ է սարքել են արտակնոց, եղք, փնթի են էլի, փնթի։ Մարդիկ նայ, այս հոտին,
մայիսի 12-ն է Երևան ազատության պողոտա հանրությանը հայտնի հաղթանակ զբոսայգու մուտքի մոտ ենք, որտեղ նաև ստորգետնյա անցումն է եւ տարիներ առաջ այս հատվածում հաշմանդամների համար կառուցվեց եւ շահագործման հանձնվեց էլեկտրական, այդպես են ասում, վերելակը, որով վերելակ չէ, էլեկտրական հատուկ սարքավորում է տեղադրվել, որով հաշմանդամները անվասայլակներով քաղաքացիները կարողանում էին հաղթահարել աստիճանները եւ այս հատվածից, որը Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքն է, ստորգետնյա անցման տակով հասնել մյուս տարածք, Արաբկիր վարչական շրջան։ Չգիտես ով կամ ովքեր կոտրել են այդ հատուկ սարքը, ուրիշ ժամանակ թողես իրար հերչի տալով ասեն, թե մենք քաղաքակիրթ ազգ ենք, մենք մտածում ենք հաշմանդամների մասին, եթե մտածեք այ հիմարներ, հաշմանդամների համար օգտագործող այդ սարքը չեք կոտրի։ Հիմա պատկերացնում եք ձեր բարեկամը լինի հաշմանդամ ու գա ուզենա օգտագործի այդ սարքը, կկանգնի փաստի առաջ։ Նշված տարածքում, եթե չեմ սխալվում, կան տեսախցիկներ, դե թող Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունը, չնայած Նասկի Դավիթանախտի այգու ծառերի գողությունները չբացահայտեց, չգտավ ծառագողերի, ես ինձ սա կկարողանա հայտնաբերել։ Դրան գումարացել ամբողջ ներսում տիրում է գարշահոտ հակասանիտարական վիճակ։ Մարդիկ ստորգետնյա անցման անկյունները օգտագործում են որպես պետքարան, իրենց բնական կարիքներով հոգում են այդտեղ։ Հիմա կեքան կտեսնենք։ Հեն երեխեք ես գարշահոտի թելակ, քթերը թակա թելակ, չէ։ Ուսուցչուին, հավանաբար դպրոցներից մեկի ուսուցչուին երեխաներին բերել է հաղթանակայգի, երեխեք ասում են, հիմա տեսեք, այստեղ գարշահոտ հակասանիտարական վիճակ, պատերին ինչ ասես գրած չի, այնտեղ նաև մի տեղ էլ կա գրած Ավինյան, մնացած բառերը չեմ ուզում ասեմ, այնպես որ, տեսեք, գարշահոտ վիճակ, պատերին ինչ ասես գրել են, տեսեք, տեսեք, այս վիճակն է, ինչ ասես գրել, հեսա, գրածա Ավինյան, մնացածը դուք տեսեք, այնպես որ գոզահոտ է, նման սարքավորում է եղել, որով հաշմանդամները անվասայլակներով կարողացել են ազատ իջնեն, բարձրանան,